Դերասանուհի Ռոզա Դավթյանին կարելի է համարել վերջին տարիների ամենաքննարկված ու սիրված մեդիադեմքերից մեկը։ Նրա նոր կերպարներին հեռուստադիտողն անհամբեր է սպասում, իսկ վերջին դերակատարումը «Վերջին զանգը» հեռուստասերիալում դարձավ ամենասիրված կերպարը։ Ամիսներ առաջ Ռոզա Դավթյանը նաև կազմեց հայկական ավանդական գեղեցիկ ընտանիք, ինչն ուրախացրել էր նրա երկրպագուներին։ Դերասանուհին այդքան էլ հաճախ չէ, որ հրապարակում է սոցիալական հարթակներում ամուսնու հետ լուսանկար, սակայն երեկ եզակի դեպք է գրանցվել։ Ռոզան հրապարակել է ամուսնու Գուրգենի հետ նոր ջերմ լուսանկար։ Դերասանուհին նաև հեռուստաընկերությունից նոր տեսանյութ է հրապարակել, նախ խոսելով եղանակի մասին, ապա նաև հավելելով, որ շատ լավ նորություններ ունի իրեն հետևող մարդկանց համար, դե իսկ մենք սպասենք գործնական նորություններին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Ուզում եմ հասկանամ, այս ցուրտը ես եմ իմ հետ բերել, թե պարտավոր եմ որտեղ գնամ, ձյուն, փոթորիկ, քամի, չկա իմ համար տա եղանակ, չէ՞։ Բայց դեռ համար լավ լուրեր ունեմ, լավ նորություններ, մազերս մարան ֆերնել։ Մի խոսքով լավ, իմ էմոցիաները ես արդեն կամերայից դուրս կգցեմ, կարտահայտեմ։ Հավելենք նաև, որ դեռ օրեր առաջ դերասանուհին և իր ընտանիքը գտնվում էին Ուֆա քաղաքում, որտեղից էլ Ռոզան իր ինստագրամյան էջում հրապարակել էր բազմաթիվ տեսանյութեր։ Star News-ն առանձնացրել է նաև դրանցից մի քանիսը։ Եկել ենք տան համար ապրանքներ ենք առնում, ստեղ է Հայաստանի, մեզ լավ բաներ կա, չգիտեմ որն ընտրամ։ Այսինքն սիրուն լույսեր, սիրուն ամաններ, մենք արդեն մի երկու բան վերցրել ենք։ Այսինքն սիրուն ամաններ, այստեղ ոսկեգույնն է, լույսիկի աղամաններ։ Հիմա գնանք մյուս խանութ, տեսնենք մյուս խանութում ինչեր կա։ Եկանք գիփվել, այս խանութը Հայաստանում էլ տեսել եմ, որ բացվել է։ Ստեղ էլ սիրուն բաներ կան։ Ու այս բաժակն է սիրուն հետաքրքիր։ Տեսնենք ուրիշ ինչ կա։ Հիմնականում ստեղ արծաթագույն է, չէ՞։ Ոսկեգույն չի։ Այս բաժակներն են սիրուն։ Հիմա գնում ենք այս խանութ, իմ ամենասիրած խանութն է։ Ստեղ, չգիտեմ, ռայ պրոստեն համար, որովհետև ամեն ինչ գտնում եմ։ Արդեն ես գժվեցի։ Այս էկզոտիկի համարը շատ սիրուն եմ ստեղի սպոսքը, ամբողջ մի հատված հատկացված է հենց զատիկի համար նախատեսված սպասքի։ Զվիկների համար։ Այս կոլեկցիան ամենասիրունն է։ Ռոժոկները, շաքարի համարը։ Կստացի չունեմ է սրանցից խորանոցում, սես էլ է սիրուն։ Այս ինչ սիրուն է, ես գժվեցի, գապհամա իսկական, չէ։ Այսինք սրտիկով բաժակներ կան, ստեղ բաժակների շատ սիրուն տեսականի կա, ասեմ իմանակ։ Նենց եմ գովազդանում կպած, ոնց որ միլիոններ են տվել։ Տեսեք ինչ սիրուն է, բաժակի տակի համար։ Երկու հատ սա կվերցնեմ։ Ես ոնց չգժվեմ, ասեք, ոնց։ Սրանք սոուսների համար են։ Լավն են։ Պեչենիներ պատրաստելու համար են։ Ամեն ինչը։ Սիրուն։ Նա ուզնայ։ Լուրջ եմ ասում, եթե խանութը Հայաստանում լիներ, ուղղակի ոչ մի բան չէր մնա, ամեն ինչ կառնել։ Ինչ սիրուն է։ Ամենասիրելի հատվածն է, լիմոնչիկներով։ Աղաման, բաժակներ, վազ։ Եթե տունը 71 տեսակի աղաման չունենայի, սրանք հաստատ կառնեի։ Ես երևի վերցնեմ։ Այս բաժակները շատ սիրուն։ Շատ սիրուն ամաններ են։ Շատ սիրուն է։ Շատ սիրուն ջազվաներ։ Հիմա ձեզ ցույց տամ ինչեր ենք վերցրել։ Ջազվա։ Շատ սիրուն է։
Երկու այսպիսի տարաներ սոխի եւ սխտորի համար, որպեսզի հերմետիկ փակենք, մեկը ստեղի տան համար, մյուսը Հայաստանի։ Երկուսին ենք վերցրել, վարդագույնը Հայաստանի տան համար, կաթնագույնը այստեղի։ Դե այս տագրիրները այնտեղ ցույց տվեցի, երկու հատ վերցրեցի, շատ լավն են, շատ։ Այսպիսի քերիչ ենք վերցրել, էլի շատ սիրուն, պրոֆեսիոնալ են։ Շատ հարմար է, փոքր, ամեն ինչի համար, վաֆլի ապարատ, կար ձյան փաթիլով և կար սենց տիկվայի ֆորմայով, խնդրեմ, տիկվայի ֆորման և սա էլ վաֆլին են, շատ հավես կլինի։ Եվ այստեղ Զալատայի Яблокայից 3 պրոդուկտ եմ վերցրել, լակ չունեի մազերի, սա վերցրի, Estée Lauderից լվացվելու գելս էր վերջացել, նաև այսպիսի մի լվացվելու գել վերցրի, կիստեչկայի համար, բացի դա, այս գլխարկն եմ վերցրել ականջներով, շատ հարմար էր այս կտրվածքը, գլխից դուրս չէր գալիս, չէր բարձրանում վերև, և այս շարֆն եմ վերցրել, շատ փափուկ է, շատ լավն է, շարֆ չունեի, իդեպ երբեք չեմ ունեցել, սա իմ առաջին օֆիցիալ շարֆն է։ Փորձարկում, ես Արսենը փորձելու ենք այս չիզքեյքերի նման բանները, չգիտեմ ինչեր են, այս մեկը չէի նկատել, որ պանրի համով է, բայց սա տեսնենք ինչ են, այս ինչ է։ Այսի մարակույ է։ Մարակույ, բայց գրեթե գրանջիլա, մարակույ, չգիտենք ինչ և չիպսեր։ Սկսենք սրանցից արի, լավ, այս ես դու փորձում։ Լավ, համ այսրանից դու փորձես, դրանից էլ ես գտալ կա իրա մեջ։ Ինչ։ Ասա խոսա։ Սա քո խոսալուն եմ սպասում։ Օ, նայեմ ինչա վերջ գծված է։ Դուր, հասմեր չեմ կարված, հա։ Հայտվել ես մեզ ամենաուժեղն է։ Դուր բացեմ։ Մալադեց չէ, ճիշտ ես ասում, որ ես մեզ ամենաուժեղն է։ Պանրի հոտ է գալի։ Հալա։ Հա, պանիր է։ Դու սիրում ես պանիր, չէ, ես չեմ փորձել։ Ես չեմ սիրում։ Թես քաղցր չի։ Ինչ-որ արտահայտված համ չունի ու համով է, բայց ինչ կադրի մեջ արա գործողությունները, թե սյամեշնի մարդ չես Արսեն, հա։ Պանրի համ, հա։ Չէ, вообще պանրի համ չի։ Ռիսկ անեմ փորձեմ։ Պանրի համ չի գալիս вообще։ Ոնց որ ակյան համ պուզին ուտես։ Հա, լավն է։ Պանրի համ իրոք չի գալիս։ 10-ից ինչքան։ 10-ից 4, չէ, 3։ Դե անեսի փորձի։ Ես 10-ից 5, վատու չէր։ Համը գալիս, հա։ Լավն է։ Ինչքան։ 7-ից 10։ 10-ից 7-ից 10 չի։ Թեկուս։ Կտրանք փորձենք։ Օ, ես ինչ։ Գտալվեր սրանից ուտենք։ Տեսնեք ինչ, ոչ էլ գալիս։ Արդյոք ոնց են բան փոխում։ Լավն է, ուղղակի չեմ հասկանում ինչի համ է գալիս։ Մի բանի համ չի, ոնց որ մի քանի մրգերի խառնուրդ։ 10-ից 7։ 10-ից 6։ Կարտոշկա жареная։ Լավն է։ Ինչ որ բան պակաս է։ 10-ից 10։ Սրանք են ինչ շատ հետաքրքիր, եկեք բացենք։ Բացենք առանց կաթի։ Առանց սախարան ու նատուրալ, մոտը շատ լավն է։ Ապա cheers անենք։ Cheers։ Nice։ Այս մալցը խլոպյանները շատ են։ Նախին կերակի։ Ես մեծ նոր փորձարկումներ սպասում ենք ձեր ակտիվությանը։ Մի բան ասա Արս։ Ասա։ Հաջողություն։ Մենակ հաջողություն է, այսքան շփվեցինք, որ ասես հաջողություն։ Հա բա։ Լավ, հաջորդ վիդեոն արդեն ավելի ակտիվ կլինի։ Բա չհաստ։